Դերասան Զիրոյանը երկու եղբայր ունի, ինքը դերասանը ընտանիքի միջնեկ որդին է, և այսօր նրանց ընտանիքում տոն է։ Զիրոյանի ավագ եղբայրը նշում է ծննդյան տարեդարձը, օրվա առթիվ դերասանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում եղբոր հետ համատեղ հոլովակ էր հրապարակել գրելով. «Ծնունդդ շնորհավոր իմ մեծ ուժեղ թագավոր ու թանկ եղբայրս»։ Զիրոյանն էլ անդրադառնալով կամերային թատրոնում իր ծավալած գործունեությանը նշել էր, որ ոչ մի դեպքում չի լքի իր տունը և չի տեղափոխվի այլ թատրոն, դա բացառված է։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ աշխատում է նաև Բոհեմ թատրոնում որպես հրավիրված դերասան։ Գալու է մի տարիք, որ հրաժեշտ տամ թատրոնին, չեմ կարծում, որ կգնամ ուրիշ թատրոն։ Գաղտնիք չէ, որ թատրոններում դերասաններն աշխատում են նվազագույն աշխատավարձով և հարցին, թե արդյոք դա վիրավորական չէ դերասանների համար և չի ստիպում հեռանալ թատրոնից, Զիրոյանն ասել էր, որ բնականաբար քիչ է այն աշխատավարձը, որն իրենք ստանում են իրենց աշխատանքի դիմաց ու նշել, որ հենց այդ պատճառով էլ իրենք տարբեր տեղերում են աշխատում, որ կարողանան գոնե նոր հագուստ ունենալ, նոր մեքենա կամ նոր հեռախոս, բայց այդ ամենը թատրոնի աշխատավարձով դերասանը չի կարող թույլ տալ իրեն։ Դրա համար էլ հարսանիք ենք վարում կնունք, ծնունդ, դրանով ենք փորձում գոնե մի քիչ սուրճի փող ունենալ։ Լավ տեղից չի, որ որոշել ենք հանդիսաբար աշխատել, կարիք ենք ունեցել գումարի ու մեզ փորձել ենք դրա մեջ, նշել էր դերասանը միաժամանակ հավելելով, որ առիթ վարելը բավականին դժվար է, քանի որ հանդիսաբարը պետք է կարողանա այնպես անել, որ 200-300 հոգի լսի իրեն, իր ասածի հետ համաձայն լինի և բաժակ բարձրացնի ու ի վերջո պետք է կարողանալ շփվել տարբեր տեսակի մարդկանց հետ, անգամ հարբած։ Դերասանը միաժամանակ նշել էր, որ հանդիսավարի աշխատանքն էլ է սիրով կատարում, որովհետև եթե ինքը մի աշխատանք չսիրի, չի կարողանա կատարել, ինչպես նաև ասել էր, որ առիթների ժամանակ ինքը նաև երգում է, բայց հատուկ ընդգծել էր, ինքը երգիչ չէ։ Չի եղել տենց բարեկամ, որ ասի անվճար արի վարի, միշտ ես եմ ասել, ես գումար չեմ վերցնի, որովհետև եթե ես կարող եմ իր այգու ծառին թեթև ջրով օգտակար լինել, ես օգտակար եմ, ճիշտ է ինձնից ահագին բան է գնում, էներգիա է գնում ահավոր ձևի, բայց ես էլ իմ լավությունն եմ անում, ես չեմ սպասում, որ դրա դիմաց ինձ պետք է ինչ-որ բան տան։ Տարբեր առիթներով Զիրոյանը խոսել էր նաև Women's Club նախագծի մասին և պատասխանելով հարցին, թե արդյոք նախագիծը այժմ էլ պահում է իր արդիականությունը, դերասանն ասել էր. «Բնականաբար կասեմ պահում է, որովհետև ռեյտինգները, երբ որ մենք իմանում ենք, բավականին լավ ռեյտինգներ են, միշտ արդի ենք, միշտ փորձում ենք ժամանակի հետ շարժվել։ Եթե երեխաներն են ապահովում մեր դիտումները, դա ահավոր է։ Ահավոր է ոչ թե մեզ համար, ահավոր է երեխաների ծնողների համար։ Ուրեմն ճիշտ դաստիարակություն չեն տվել, որ երեխան 16 տարեկանը չլրացած նայում է Women's Club», նշել էր Զիրոյանը։ Ունես ազես։ Ուր ես գնում, Մոսկվաս գնում։ Միա Մոսկվաս գնում։ Մոսկվաս պասպորտը հանի բիլետը, որոնց անչափստես։ Չստեսում, բարի ճամփա, բարի ճամփա։ Բրեկ։ 13:26 Պատրաստ։ Մակար, դի տալին քեզ նայել։ Հենց ծերով արեցի կգաս դու տեսնի որ եկա հալի։ Պատրաստ։ Արեկա, սուսեք, արեք։ Հələ նայք, նայք է։ Հասրել ես, ապրես։ Բարև։ Այսօր արեք, սաղթության բան։ Էլի նկարը հանվում ենք, Հայկոսա, հալոսնյակսա, գորիգսա։ Բարով իմանք են։ Նա էլի զղտեկվում է, բերի ժամին հայք է։ Ոնց դուզգան ստի։ Բերեք որ բրիտ ասեմ։ Ես կոմի մեկից գիժը էլի։ Oh my god Gorgeous։ So, այսօրվա նկարահանումները այսքանն էին։ Եթե շատ կուզեք, վաղը նորից կանեմ ստորիներ նկարահանման հրապարակից։ Լան ժպտացիք։ Որը դեսատորես դոր կարգենին փոխել։ Ես որ բաղդակին ինչ կարգին։ Այսօր ախրայնատելած ամդակությունի ինչ երնի։ Նկարահան։ Նմա։
Ոնց անցնում նկարանումները։ Հրաշալի ապեր։ Ժողովուրդ, Սատկացնում ենք գորին։ Հələ ցույց տուր գորի։ հələ մտնայք ռեյսորը ինչ օրինակ ցեք։ Давайте։ Ներկայացնում ես հասկացա որ մայիսը պատրաստված եկել է։ Ունես հաստատ ճիշտ չէ, ովիների գլխեր են եկել որ մեկ հասկացել։ Դարեմերը։ Մի վարքյան կներեք, էլի։ Հա, չես։ Պատրաստ։ Okay, գնաց։ Քերի եմ դարել, բանյատ եգյանիս կենա չես ուզում խմես ու ասես բարի գալուս ես անիրավ աշխար։ Հեղը պասուս ուղակի հավակվել է։ Գողը ոնց որ չէր ասում, որ անիմաստ Արա ուրեմն ես հեռախոսի տերը, այստեղ են, այստեղ ու աղբերը, պրոդյուսերը Չունեն, տեխնիկը ունի, այս 11 Pro-ը, Pro Max։ Արա տեխնիկ ունի Pro Max։ Վիճիցիլի։ Մենք ոչ մի բան չունենք։ Արա աղբերը տնորեն մարդը չի կարում story գցի դու Pro Max ես առնում։ Վստահ երասենքան վատը ստորի գցումը կեսը չի լում, յոգի կանաչ ալում։ Հա։ Պապային post-ա գցի, արա։ Որտե երասի ինտերնետը գիտես ոնց այն դվիժոտներ կան, էլի։ Օ, սարը, հալա լապը։ Նապել ինձ էլ երախոս։ Հա, ժորջան կրերեք, ուղակի ներսում պարում ենք, զանգի ձենը չենք լսում։ Նապելան է։ Ահա, իսկ դախտա։ Արա հետո ինչ, հետո, բան ինչ է կարա։ Իշկավոր ապե։ Չէ որ սխալ եմ պամ, ստեմ պամ։ Իշկավոր ընգեր։ Մեր ռեժիսորը մեզ լքել։ Այս ավելի սսել կամ այստեղ։ Ինչի ֆիլտր չես դրել։ Հետո կդնեմ։ Ոստիկ։ Ոնց ես։ Լավ է, դու ոնց ես։ Մեռի չի պաչի։ Մեռա։ Մեռա։ Շատ է բարոզը, սպասի էսի մեզ անգել։ Դրեք, ևոն շուտ տանջնացես, խաչին էր վերցրեք արեք։ Բոլոր ապշած նայում են Դավոյին, Դավոն կարդամ երես էդ որ ճիշտ լինի էլի։ Ես դա ինչպես միշտ իմ կապտուկները պահկվածնելով, շնորհիվ ես իմ աղջիկը։ Всё, մի հատ տեքստավոյ գնանք ու Գրացիք մի հատ տեքստավը։ հարամը լիստեցին։ Գնացինք լավ, թեթևած ենք, մի հատ էլ անցնում ենք։ Ու գնաց։ Իսկ հիմա հանվեք։ Մարդը արդեն չափահանցում ես։ Սիրելիս ուրեմն Այս անձնավորությանը մի հատ տեսեք, Զիրոյանին չպատասխանատա 30 կիլոն ցած չի դնում։ Գուշակում եք ինչա ձեռքին։ Միկրոֆոնները։ Ուրեմն եկել ենք կոֆե վերստեն։ Ասեցին ասենք, լսում ենք, ասեցին ռուզիկի մի հատ լատե, հետո երկու հատ կապուչինո, երկու հատ ամերիկանո։ Խնդրեմ, մի հատ լատեն տվել եմ։ Ռուզիկ հավիստի։ Ապայա ռոչու։